Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած արցախցիներից մեկն է Կարեն Ալբերտի Ավանեսյանը, ում մասին օրերս գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Կարեն Ավանեսյանը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ստեփանակերտում փորձել է ահաբեկչություն կատարել, այն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ստեփանակերտում գտնվելու ժամանակ։ Իբրև ահաբեկչական դեպքը կատարվել էր Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցում, հայտնի Շուկայի թաղամասում, իսկ այդ ժամանակ ահաբեկչության թիրախը Ալիևը Ստեփանակերտի մայրբուհում էր Արցախի պետական համալսարանում։ Կարենին ճանաչողները տարբեր տեղեկություններ փոխանցեցին նրա մասին։ Երաժիշտ էր, դպրոցում լավ էր սովորում։ Կարենի հարևաններից մեկն անգամ ասում է, որ լավ սովորելուց խելքը կորցրել է։ Միշտ մաքուր էր հագնված, երբեմն ջղային էր, բայց ոչ մեկին վնաս չէր պատճառի։ Ընդհակառակը ասում են, որ հացի արտադրամասից արտադրամաս էր գնում, հաց հավաքում եւ անտուն մնացած կենդանիներին կերակրում։ Ի դեպ, 1 տարի առաջ այս մասին հայտնել էր անգամ Ադրբեջանի լրատվամիջոցներից մեկը։ Հարևաններից մեկն ասում է, մորը վաղ տարիքում է կորցրել, իսկ եղբոր մասին Արցախյան առաջին պատերազմից հետո լուր չեն ունեցել։ Ստեփանակերտում էլ մենակ էր ապրում, սակայն այս բոլոր անձինք, որոնց հետ մենք զրուցել ենք, փաստում են, առողջական խնդիրներ ուներ, խոսքը թույլ էր, երբեմն էլ հոգեկան շեղումներ էին նկատվում։ Այս խնդիրներից ելնելով Կարենը չի ծառայել, զենքից երբևէ չի օգտվել, ինչպես կարող էր ահաբեկչական գործողություններ կատարել, զարմանում են Կարենին ճանաչողները։ Հարևաններից մեկը ափսոսանք է հայտնում, Կարենին չտեսանք այդ օրերին մեր բակում, թե չէ ստիպելով էլ հետներս կբերեինք, հիմա չեմ էլ կարող պատկերացնել, ինչ է կատարվելու նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ 3 մարտական նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն 3 մարտական նռնակների պայթյունից 1 ոստիկան ընդամենը վիրավորվել է, իսկ Կարենին էլ նրանք են ինքնաձիգի կրակից վիրավորել։ Ադրբեջանական լրատվամիջոցներից նաև տեղեկանում ենք, որ Կարենը հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում եւ օրն էլ 3 անգամ կերակրում են։ Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, իսկ Կարեն Ավանեսյանը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։